Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում է ABC լուրերն է, ես Գառին Ութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Ընդդիմությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց է, ինչ պահանջ են ներկայացրել հանձնաժողովին։ Մտնել խորհրդարան, թե հրաժարվել մանդատներից, ինչ է ասում օրենքը եւ ինչ սցենարներ կարող են զարգանալ, եթե ընդդիմությունը չզբաղեցնի իր տեղերը ազգային ժողովում։ Երեխաների կյանքը հազիվ են փրկել Գյումրին, նորից աղետի գոտի, կարկուտը կոտրել է տան դռներն ու ապակիները։ Հրազդանի կամուրջը փլուզվել է, ինչ է կատարվում Երևան-Սևան մայրուղու փլուզված հատվածում։ Ընդդիմությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց է, Ուժեղ Հայաստան կուսակցությունը ներկայացրել է դիմում պահանջելով անվավեր ճանաչել հունիսի 7-ին ազգային ժողովի ընտրության արդյունքը։ Կուսակցության ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի խոսքով դիմումում ներկայացվել են մասշտաբային ընտրախախտումների, վարչական ռեսուրսի չարաշահման, ատելության խոսքի եւ ճնշումների վերաբերյալ փաստարկներ։ Վարդևանյանն ասել է, որ ընտրության արդյունքի անվավեր ճանաչման հարցը քննարկելիս կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է անդրադառնա նաև վերաքվեարկության իրականացնելու հնարավորությունը։ Վերաքվեարկության հիմքերը շատ հստակ են։ Եթե անվավեր ճանաչված այդ ընտրական տեղամասերի արդյունքները ազդեցություն են գործում ընտրության արդյունքների վրա, ապա պարտադիր է այդտեղ վերաքվեարկության հանգամանք։ Պարտավոր է կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշվածը կազմակերպել։ Ասեմ ավելին, այստեղ մեծ հարց է, արդյոք միայն այդ երկու ընտրական տեղամասերում, թե մի շարք այլ ընտրական տեղամասերում ևս։ Մեր կողմից ներկայացված ընտրության արդյունքների անվավեր ճանաչելու հիմքերի մեջ է նաև մի շատ կարևոր հանգամանք։ Հարգելի գործընկերներ, ընտրություններին մասնակցած մեր հայրենակիցներից 100,000-ի ձայները, 100,000 կլորացնում են գործընկերներ, ձայները ոչ թե անձնագրի պատշաճ կերպով աշխատանքի արդյունքում են ձևավորվել, այլ մասնագետի կողմից մուտքագրման եղանակով լրացնելու։ Սա արդյոք խնդիր է։ Այո, որովհետև կարգը այնպիսին է, որ անձնագիրը պետք է համապատասխան վերիֆիկացումը անցնելու պայմաններում պատշաճ լինի։ Եթե պատշաճ չի լինում, սա խնդիր է, թե ոչ, այո, խնդիր է։ Ավելի վաղ գիշերը կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել Նուբարաշեն վարչական շրջանի 10 կոտորակ 51 և 35 կոտորակ 65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Որոշումը խիստ քննադատել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի խոսքով կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել հենց այն տեղամասերի արդյունքները, որտեղ ԲՀԿ-ն ստացել էր զգալի աջակցություն։ Կուսակցությունը պատրաստվում է բողոքարկել ԿՀ-ի որոշումը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ շեշտել է, որ ընտրությանը իրենց մասնակցության գլխավոր նպատակն էր երկիրը հետ պահել հնարավոր վտանգավոր զարգացումներից և ապահովագրել տնտեսական և քաղաքական տեսանելի վտանգներից։ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողների շահերը և դիմակայելու իշխանության անօրինականություններին, հայտարարել է Ծառուկյանը։ Կուսակցության իրավաբանական թիմերն աշխատում են բոլոր հնարավոր բողոքարկումների և դատական պրոցեսների համար և սկսում են քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, միասնական օրակարգի և քայլերի մշակման համար։ Մենք դուրս էինք եկել ազնիվ քաղաքական պայքարի, բայց մեր դեմ կիրառվեցին ու շարունակում են կիրառել բոլոր հնարավոր անօրինական քայլերը։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մենք շարունակելու ենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել ձեր վստահության քվեն։ Սա այժմ արդեն միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության խնդիրը չէ, սա Հայաստանի հետընտրական ամբողջ զարգացումների մեր բոլորի խնդիրն է։ Մեր թիմն այսօր եւ առաջիկա օրերին ակտիվորեն աշխատելու է գործակցելով ընդդիմադիր մեր բոլոր գործընկերների հետ։ Ձեզ տված բոլոր խոստումներն ու հավաստիացումներն ուժի մեջ են, ոչինչ չի փոխվել և չի փոխվելու։ ԲՀԿ-ն նաև ասուլիս է հրավիրել։ Նախկին արտգործնախարար կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Այվազյանը հայտարարել է, որ պետությունների կյանքում լինում են պահեր, երբ մեկ որոշում ունի շատ ավելի մեծ հետևանքներ, քան բուն որոշումը, եւ 3 այդպիսի օրեր։ ԿՀ-ի քայլը կասկածի տակ է դրել ընտրողների բարձրագույն եւ անձեռմխելի սկզբունքը։ Եթե ընտրության արդյունքը կարելի է վերանայել, ապա ընտրությունն այլևս ընտրություն չէ, վստահեցրել է Այվազյանը։ Այս որոշումը հարց է բարձրացնում
ով է որոշում ապագա ազգային ժողովի կազմը, ժողովուրդը թե պաշտոնյաները։ Ինչպես նշվեց, մենք սկսում ենք անհապաղ կոնսուլտացիաներ ընդդիմադիր բոլոր ուժերի հետ, նպատակ դնելով ոչ թե պաշտպանել Վարքավաճ Հայաստան կուսակցությունը, այլ պաշտպանել ընտրելու իրավունքը։ Ես դիմում եմ մեր ժողովրդին։ Այսօր կարևոր չէ ում օգտին եք դուք ձեր ձայնը տվել։ Այսօր կարևորը ձեր քվեն արժեք ունի, թե այն պայմանական է։ Իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արեգ Նազմանուկյանը։ Նրա բնակարանը իրավապահները վաղ առավոտից խուզարկում էին։ Առավոտ շուտ ընտրագողություն իրականացնելուց հետո այս իշխանությունները բանը գործը թողած հիմա էլ եկել են մեր բնակարանը խուզարկելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ովքեր եք։ Մի րոպե մի մտեք մեր բնակարան։ Մենք դատանի որոշում ունենք։ Հասկանալի է, ցույց տվեք։ Կատարելու համար դուք հիմա Հասկանալի է։ Ես չեմ խոչընդոտում։ Ես չգիտեմ դուք ով եք։ Ցույց տվեք, ձեր փաստաթուղթը ցույց տվեք։ Կոմիտեի աշխատակիցն եմ Գևորգյան։ Հարգելի Գևորգյան, կատարի թույլտվություն ունեմ, խնդրում անջատել։ թույլտվությունը ցույց տվեք եւ մտեք մեր բնակարան։ Ես գիշասում դուք այս բանը Թույլտվությունը, ծանոթագիրը ցույց տվեք։ Մի րոպե հլը, մի րոպե։ Ծանոթագիրը ցույց տվեք, նոր մտեք մեր բնակարան։ Ցույց տվեք որոշումը, նոր մտեք մեր։ Խուզարկությունից հետո Մանուկյանին հրավիրել են քննչական կոմիտե հարցաքննության։ Արեգ Նազմանուկյանը հայտարարել է, որ իր տնից կարող են գտնել իր բաղադրատոմսերը, աղջկա նվիրած մարտիության բացիկները, որոշ բաներ տարել են, այդ թվում հեռախոսը։ Իդեպ դատարանը բերման ենթարկելու որոշում է կայացրել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ։ Օհանյանը չի ներկայացել այսօրվա դատական նիստին, այդ պատճառով դատավորը որոշում է կայացրել նրան բերման ենթարկել։ Թեպետ Օհանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ համապատասխան տեղեկանքը ներկայացրել է հիվանդության մասին եւ չգիտի ինչու է այդպիսի որոշում կայացվել։ Ընտրատեղամասերի արդյունքների չեղյալ հայտարարելու թեմային անդրադարձել է նաև Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։ Նրա գնահատմամբ ստեղծվել է անորոշ վիճակ, քանի որ ԲՀԿ-ի ստացած ձայների կրճատումը կարող է ազդել կուսակցության ընտրական շեմը հաղթահարելու հարցի վրա։ Իրականում օրենքը սա հստակ կարգավորում է։ Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածը միարժեք սահմանում է հետևյալը, որ եթե խախտումների արդյունքում հնարավոր չէ որոշել ընտրության իրական արդյունքը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է, ոչ թե կարող է, պարտավոր է տվյալ տեղամասերում մեկ շաբաթվա ընթացքում նոր քվեարկություն նշանակել։ Այլապես կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւս պարտավոր է ամբողջապես չեղարկել ընտրությունների արդյունքները ողջ հանրապետությունում։ Ուստի այս իրավիճակում ես կոչ եմ անում կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրատապ կարգով մեկ շաբաթվա ընթացքում հայտարարել տվյալ տեղամասերում նոր քվեարկության մասին։ Այլապես մեր բոլոր ընդդիմադիր գործընկերները պետք է եւս հրատապ դիմեն վարչական դատարան, պահանջեն չեղարկել ընտրությունները ամբողջ հանրապետության տարածքում։ Սա այն հստակ ալգորիթմն է, որը հնարավորություն կտա այս անորոշությունից դուրս գալ եւ վերականգնել մեր բոլորի ընտրական իրավունքը։ Ընտրությունից հետո քաղաքական պայքարը չի ավարտվում քվեների հաշվարկով։ Երբեմն ամենակարևոր որոշումը կայացվում է արդեն ընտրությունից հետո խորհրդարան մտնելու, թե քաղաքական բոյկոտի ճանապարհով գնալու հարցում։ Առաջին հայացքից թվում է, թե ընդդիմության հրաժարումը կարող է լուրջ ճնշում ստեղծել իշխանության համար, սակայն գործող օրենսդրությունն այլ պատկեր է հուշում։ Ինչ կարող է փոխել մանդատներից հրաժարվելը եւ ով է իրականում շահելու այդ որոշումից ռեպորտաժում։ Մանդատները վերցնել, թե հրաժարվել դրանցից։ Ընդդիմությունը հայտնվել է քաղաքական եւ իրավական բարդ ընտրության առաջ։ Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք եւ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Այս ուժերին ձայն տված որոշ քաղաքացիներ պահանջում են չվերցնել պատգամավորական մանդատները, համոզված լինելով, որ այդպես հնարավոր կլինի խնդիրներ ստեղծել քաղաքացիական պայմանագրի համար։ Սակայն իրականությունն այդքան էլ միանշանակ չէ, եթե ազգային ժողով անցած քաղաքական ուժերը հրաժարվեն մանդատներից, խորհրդարանը ինքնաբերաբար չի լուծարվի, նոր ընտրություն չի նշանակվի։
Եթե մանդատներից հրաժարվեն, գործող ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ այս պարագայում տեղը մնում է թափուր, այսինքն մենք ունենալու ենք այն քանակության խորհրդարան, որ քանակության, որ ԿՊ-ն ստացել է մանդատներ։ Իսկ մանդատներից հրաժարված ուժերի նորենքով կփոխարինեն նրանցից հետո թեկուզ եւ ավելի քիչ տոկոս ձայներ ստացած կուսակցությունները, հաշվի առնելով, որ ըստ օրենքի խորհրդարանում պետք է ներկայացված լինի առնվազն 3 քաղաքական ուժ։ Նրանց մանդատները, եթե իրենք բոլորը հրաժարվեն, չեն անցնի անցողիկ շեմը չհաղթահարած մյուս ուժերին, այսինքն այլ ուժեր չեն անցնի խորհրդարան։ Խորհրդարանում այդ տեղը պատկերավոր ասած կմնա դատարկ։ Հիմա մանդատները չվերցնելը ունի քաղաքական բաղադրիչ բնականաբար։ Այն առաջացնում է լեգիտիմության խնդիր տվյալ խորհրդարանի, քաղաքական ճգնաժամ, բոյկոտի քաղաքական պայքարի մեխանիզմ է։ Բայց սա չի նշանակում, որ շեմը չհաղթահարած ուժերի ազգային ժողով մուտքն անհնար է, եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից։ Պատկերացնենք սցենար, ըստ որի հավաքական ընդդիմությունը հրաժարվում է մանդատներից։ Ընդ որում ոչ թե առաջին 10 կամ 20 համարները, այլ ընդդիմադիր ցուցակն ամբողջությամբ։ Այս դեպքում ազգային ժողովում մնում է քաղաքացիական պայմանագիրն իր 61 մանդատով, այսինքն մեծամասնությամբ։ Եթե մենք մանդատ չենք վերցնում, ըստ էության այլ քաղաքական ուժերի կտրբաշխվի այդ մանդատը, որովհետև ազգային ժողովը սահմանադրության համաձայն առնվազն 101 պատգամավորից է բաղկացած։ Եվ դրա համար, երբ որ արդյունքները արդեն պարզ կլինեն, նաև երկրորդ արդեն իրավական քննարկման հարց է լինում, անգամ եթե օրինակ պայմանական տեսականորեն եմ ներկայացնում, չենք գնում ազգային ժողով մանդատ չենք վերցնում, նախնական շրջանում այդ գործիքակազմը իրացնում ենք։ Կա նաև երկրորդ սցենար։ Ընդդիմությունը վերցնում է մանդատները, ազգային ժողովը սկսում է աշխատանքը, սակայն առաջին նիստերից հետո ընդդիմադիր պատգամավորները վայր են դնում մանդատները։ Առաջին հայացքից սա կարող է թվալ առավել կոշտ քաղաքական քայլ, սակայն իրավական հետևանքներն այստեղ նույնպես միանշանակ չեն։ Հիմա շատ է, չէ՞ խոսում մտնել խորհրդարան, թե չմտնել։ Տեսեք, 3 իրավիճակ համար 1, 2 ընդդիմադիր ուժ մտնում են խորհրդարան, վերցնում են մանդատները, այդ պարագայում իշխանությունը ստանում է բացարձակ մեծամասնություն ու ըստ էության միգուցե տենում են գրոտեսկային 2021 թվականին ձևավորված պարլամենտի պատկերը, միգուցե։ Երկրորդ տարբերակը մտնում են 3 ուժ, Բարգավաճը իր հետ, այդ պարագայում իշխանությունը չի ստանում սահմանադրական մեծամասնություն եւ ըստ էության այն գործառույթը, որի համար իրենք պայմանական Հայաստանում գործում են, այսինքն խոսքը գնում է Թուրքիա, Ադրբեջանի ուղիղ հրահանգների մասով սահմանադրության փոփոխություն, Հայաստանի տարածքների հանձնում, այդ ամեն ինչ պետք է անցնի, չէ՞, ազգային ժողովով, դա արդեն ըստ էության չի ստացվում։ Ամենաբարդ իրավիճակը կարող է առաջանալ հենց այս դեպքում։ Եթե խորհրդարանն արդեն ձևավորվել է եւ սկսել է գործել, ապա հրաժարված падգամավորներին նախ պետք է փոխարինեն նույն ցուցակների հաջորդ տեխնացուները։ Իսկ եթե ամբողջ ցուցակները սպառվեն, մանդատները պարզապես կմնան թափուր։ Արդյունքում կարող է ստացվել հետևյալ պատկերը. քաղաքացիական պայմանագիրը պահպանում է իր 61 մանդատը, իսկ մյուս 44 մանդատները մնում են թափուր։ Այսինքն խորհրդարանը շարունակում է գործել, իսկ իշխանությունը չի կանգնում կառավարման ճգնաժամի առաջ։ Թեպետ հստակ ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ նրանց տեղը պետքա թափուր մնա, բայց ասենք բացառված չի, որ օրինակ ասենք իշխող ուժը դիմի սահմանադրական դատարան, ընտրական օրենսգիրքի այդ դրույթը հակասահմանադրական ճանաչելու առումով, ճանաչվի հակասահմանադրական եւ դիրքորոշում արտահայտի, ասենք թափուր մնացած մանդատները փոխանցվեն հերթականությամբ եկող այն քաղաքական ուժին, ով առավել շատ քվեա ստացել, ասենք են 2%, 1 ու քանի տոկոս։ Մասնագետների կարծիքով այս իրավիճակը նաև օրենսդրական բացերի մասին է խոսում։ Առանց ընդդիմության խորհրդարանը իհարկե առաջացնում է քաղաքական եւ ներկայացուցչական լուրջ խնդիրներ, հարցականի տակ դնում բազմակարծության եւ լեգիտիմության մակարդակը։ Սակայն գործող իրավակարգավորումները ինքնին չեն հանգեցնում խորհրդարանի լուծարման կամ իշխանության լիազորությունների դադարեցման։ Մանդատների հրաժարումը դա հստակ առաջացնում է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական ճգնաժամ եւ ըստ էության խորհրդարանը չի կարող համարվել լեգիտիմ խորհրդարան, թեպետ դա խորհրդարանը ազատ արձակելու կամ նոր ընտրություններ անցկացնելու հիմք չի տալիս։
Այսպիսով ընդդիմության առաջ կանգնած է ոչ միայն քաղաքական, այլև ռազմավարական ընտրություն։ Մանդատներից հրաժարվելը կարող է հնչել որպես կտրուկ եւ վճռական քայլ, սակայն դրա հետևանքները կարող են լինել բոլորովին հակառակ սպասվածից, ընդ որում հոգուտ իշխանության։ Գործող օրենքների պայմաններում նման որոշումը պարտադիր չէ, որ ճգնաժամ ստեղծի իշխանության համար։ Ավելին կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ խորհրդարանում մնա միայն մեծամասնությունը, իսկ ընդդիմությունը կորցնի քաղաքական պայքարի գլխավոր ինստիտուցիոնալ հարթակը, ինչպես որ եղավ Վենեսուելայում, Սերբիայում, Ալբանիայում եւ մի շարք այլ երկրներում։ Սեդա Մակարյան, Աննա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքները զգացվել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհին, Չարենցավանի հատվածում կամուրջ է փլուզվել։ Նախնական տվյալով տուժածներ չկան, սակայն վնասվել է մի քանի ավտոմեքենա, ըստ փրկարար ծառայության փլուզման պատճառը հավանաբար կայծակի հալվածն է եղել։ Մեր նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում, տեսնենք թե ինչ է ֆիքսել մեր տեսախցիկը։ ABC Media-ի հարգելի հետևորդներ, մենք այժմ գտնվում ենք Երևան-Սևան մայրուղու Չարենցավանից դեպի Հրազդան գնացող հատվածի կամուրջի վրա, որտեղ 3 ժամը 7:30-ից 8-ի միջակայքում երեկոյան տեղի է ունեցել կայծակի հարված, որի հետևանքով կամուրջը փլուզվել է։ Այս պահին վնասված 2 մեքենա կա, տուժողներ չկան։ Երթևեկությունը կազմակերպվել է հանդիպակաց ուղղությամբ 1 գոտիով։ Այս պահին տեղում աշխատում են փրկարար ծառայությունը եւ ճանշինը, իրականացնում են հսկողության եւ մաքրման աշխատանքներ։ Կամրջի զգալի հատվածում կոնստրուկտիվ փոփոխություններ են եղել, այդ է պատճառը, որ մեր ունեցած տպավորությամբ մենք գնալու ենք կամ նոր կամրջի կառուցման կամ վերակառուցման ճանապարհով եւ այս կամրջը ուղղակի նորոգման ենթակա չի, այսինքն կամ մենք պիտի կոնստրուկցիոն փոփոխություններ իրականացնենք կամ ամբողջությամբ նոր կամուրջ կառուցենք առնվազն 1 երթևեկելի գոտու հատվածում։ Մի ամիս կտևի։ Բայց մանրամասն ասեք ինչ աշխատանք պետք է։ Դե ասում եմ, ամենակարևորը էջանները պատրաստել։ Հիմա ներկա մոմենտին այդպես էջաններ չկա, տեղաձև էջաններ չկա։ Այս նայած երբ կկազմակերպեն, որ հիմնարկը պետք է սարքի, ապահով է։ Մի քանի տասնյակ րոպե, որոնք շատերի համար ավարտվեցին ջարդված ծներով, հեղեղված բակերով ու միլիոնների վնասով։ Բայց Գյումրիում կա մի ընտանիք, որի համար այդ օրը նյութական կորուստներից շատ ավելի ծանր հիշողություն թողեց։ Երբ կարկուտը ներխուժեց տուն, հաշիվն արդեն ոչ թե գույքի, այլ վայրկյանների մասին էր։ Իմ գործընկերները եղել են Գյումրիում եւ ֆիքսել են աղետի վնասները։ Գյումրին ու գյումրեցին սովոր են եղանակային անակնկալներին, բայց երեկվա տեսարանը զարմացրել է նույնիսկ նրանց։ Ամռան մի երեկոն վերածվել է իսկական աղետի, 3 տեղացոր դառատանձրևի եւ կարկուտի հետևանքով Գյումրին կաթվածահար է եղել։ Դե իսկ իմ թիկունքում կարկուտի հետևանքներն են, որոնք այսօր դեռ հավաքում են։ Նշեմ, որ 3 տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են ոչ միայն քաղաքացիների տները, մեքենաները, այլ նաեւ քաղաքացիները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։ Գյումրիի քաղաքապետարանն աղետաբեր կարկուտի հետևանքները գրեթե մաքրել է փողոցներից։ Երթևեկությունը վերականգնվել է հայրաքաղաքում, բայց կարկուտի բերած սարսափելի հետևանքները դեռ չեն մաքրվել Ղարիբջանյան փողոցի բնակիչների տներից։
Ես վազելով եկա երեխաների մոտ, որպեսզի վերցնեմ այդ ընթացքում ավելի մոտապես մի 30 սանտիմետրի չափ կար էլի ջուրը։ Փոքրիկ 3-ամյա տղայիս վերցրեցի օրորոցից, սկեսուրս այդ պահին արդեն մեծ ջրի հոսք եղավ, երևի այդ ընթացքում կոտրվեց դուռը։ Այն, ինչ երեք այս ընտանիքն է ապրել, հոլիվուդյան ֆիլմ է հիշեցնում։ Ժանրը ֆանտաստիկա։ Ես երեխայիս հետ այսպես ընկա, այդ ջրի ամբողջ այդ ծավալ, երբ որ բարձրացա, ծավալը այնքան էր բարձր, որ կամոտը բարձրացել էր, կամոտը շրջվեց իմ եւ երեխայիս վրա։ Այդ պահին ես գրկեցի երեխային իհարկե, որ չվնասվի։ Կարկուտն ու անձրևը կոտրել են տան դռները, ապակիներն ու լցվել են երեխաների ննջասենյակ։ Այստեղ փոքրիկ տղաս էր 3-ամյա, այստեղ դուստրես էր 7-ամյա դուստրս, այստեղ 5-ամյա դուստրս էր։ Այսպես այդ պահին, որ ես տղայիս վերցրեցի, ջուրը միջև այստեղ էր, թափվում էր, բայց այդ երևի, որ մեկից մեծ հոսք եղավ, կոտրվեց ապակին կոտրվեց եւ այդ ամենը այսպես լցվեց, արդեն ամուսնուս հետ որ վերցնում ենք, միջև այստեղ ենք, տղայիս հետ այստեղ ընկա։ Թորների կյանքը փրկելիս ընտանիքի տատիկն ընկել կոտրել է ձեռքը։ Մայրը դստեր հետ խեղդվելուց է փրկվել։ Այ այս հատվածում էր սկեսուրս մոտեցավ, այստեղ կամոտ կար, այդ կամոտը ջրի այդ մակարդակը այնքան էր բարձրացել, որ կամոտը բարձր էր, լողում էր տան մեջ, այստեղ տղաս էր կիրկս այդ շրջվեց իմ վրաս, այսպես ծածկեցի, սկեսրոջս հանձնեցի, ինքը տարա, որ մենք վերադառնանք երկու երեխաների հետևից, ինքը այստեղ ընկել էր, այդ պահին արմունկահոտը վնասելով։ Մի քանի րոպե էլ ուշ հասնեին երեխաների սենյակ ողբերգությունը կանխել չէր ստացվի, սարսափն աչքերին է պատմում երեխաների մայրը։ Եթե այնպես ստացվեր, որ մենք քնենք, որտեղ մենք պատրաստում ենք արդեն քնել, երեխաները քնած էին։ Միգուցե եւ այդ ընթացքում ամբողջ ջուրը կլցվեր եւ երեխաներն էլ չեն կարողանա այդտեղից հանել։ Երեխաներն այս տանն այլևս ապրել չեն կարող, ժամանակավորապես այլ տուն են տեղափոխվել, բայց անդադար զանգում են մորն ու հարցնում ինչպես է զգում իրեն։ Երեխաների հիշողությունից միջադեպը ջնջելու նպատակով մայրն էլ ասել է ֆիլմ ենք նկարում, չվախենաք։ Արդեն երբ որ մոտեցանք, որ դուրս պետք է գայինք, դռները ներս էր փակվում եւ այդ ջուրը միջև մեր այս աթված արդեն փակել էր, դուռը փակվեց։ Եվ այդ ժամանակ կարելի ասել խոճապ սկսվեց իմ մոտ, մտածելով որ եթե մի քիչ էլ բարձրանա, չեն կարողանա դուռը բացել։ Միլիոնների վնաս է կրել այս ընտանիքը։ Երկու հարկանի տան առաջին հարկը հիմնովին նորոգման կարիք ունի։ Դեպքի պահին փրկարար ծառայությունն է հասել օգնության։ Կողքի հարևաններն իրենց տան ջրհեղեղը թողել եկել են մյուսներին օգնելու։ Դեմ ինչ ասեմ, այս էր նոր ենք, որտեղ մի քանի տարի առաջ եղել էր ամբողջ պատերը բոլորը քանդեցինք, նորից ամբողջը նորից վերանորոգեցինք, պատրաստվում ենք նոր վերանորոգման հաջորդը այստեղ էինք, որտեղ այստեղ էլ է շատ վնասված։ Մյուս տանտերերը, որոնք դեռ հավաքում էին աղետի հետևանքները, կատակելու սիրտ ունեին, ասում են, որտեղ Գյումրին, այնտեղ աղետ։ Վեդրոյի բարերն էր, սուսերով բարի պես։ Ոնցան արավիրք էր էլի։ Ես 68 տարեկանում ես առաջ անգամ նման բան տեսա։ Չէի տեսել։ Մեր տունը կոնկրետ, այս սուսպան մենք չենք տեսել, առաջի անգամ։ Ուրեմն կրիշի վրա այ 50 սանտի երևի փագեց դեմը լրիվ ու այդ ամբողջ ջուրը հետ տվեց։ Ու կրիշը մի քիչ պարկած դիրք ունի, երևի լցեց հետ սար։ Ես նման բան չէի տեսել։ Գյումրու կոմունալ բաժնի փորձագետն ասում է աննախադեպ տեղումներ էին, նախկինում եկած կարկուտներն այսչափ վնաս չեն հասցրել։ Տարիներ քանի որ 5 կոմունալի բնակավարի մասնագետներից ենք, ունեցել էինք նման ախետալի մեծ մասշտաբի տեղումներ, բայց նախադեպը չէր եղել Գյումրի քաղաքում գիշերվա ժամին եւ մեծ քանակությամբ ջրի հոսքով հիմնականում ցածադիր հատվածներում եղան ջրի մեծ կուտակումներ, դա կարգոդի մեծ քարակի կարգոդի դեպք էր։ Վնասներ, ինչպես նախորդ տարիներին նմանատիպ եղել է կամիններից, կարգուտից կտուրների, պատուհանների, ապակիների կոտրվել,
կարելի ասել, որ այս անգամ մենք այդպես մեծ վնասներ չունեցանք։ Քաղաքապետարանը շարունակում է մաքրման աշխատանքները, հավաքագրում է վնաս կրած քաղաքացիների տվյալները։ Բացի Գյումրի քաղաքից ահռելի վնաս են կրել նաև գյուղական համայնքները։ Մեր ունեցած տեղեկություններով հիմնականում գյուղական շրջաններն են մեծ վնասներ կրել, Աղոյրան համայնքներն, Ղարիբջանյանն է, Ազատանի այդ կողմերը մեծ լուրջ վնասներ են կրել գյուղացիները։ Այլ բերքի նկատի Բերքը արդեն շրջանի տեղյակ ենք հիմա, գիտենք, որ շատ դուրս կորուստներ կա։ Գյումրիում, ինչպես Երևանում, ջրահեռացման համակարգի խնդիր կա։ Տարբեր ժամանակներում համայնքը դիմել է կառավարությանը հարցին լուծում տալու խնդրանքով, սակայն ապարդյուն։ Եղած համակարգն էլ հին է, ինչքան էլ մաքրենք, լուծում չի, ասում է քաղաքապետարանի աշխատակիցը։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Իրանի և ԱՄՆ-ի միջև սպասվող 14 կետից բաղկացած համաձայնագիրը չի ներառում Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի վերաբերյալ սահմանափակումները։ Ըստ Մեհր լրատվական գործակալության համաձայնագրի նախագիծը պահանջում է, որ ԱՄՆ-ն վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, հեռացնի ռազմական ուժերը երկրի սահմաններից, դադարեցնի ծովային շրջափակումը և ապահովի իրանական ակտիվների ապասառեցումը։ Իրանը իր հերթին համաձայնել է բացել Հորմուզի նեղուցը։ Ավելին, ԱՄՆ-ն պետք է ներկայացնի Իրանի տնտեսության վերականգնման ծրագիր։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ալիստեր Քարնսը հրաժարական է տվել պաշտպանության նախարար Ջոն Հիլի հրաժարականի ֆոնին։ Նրա հրաժարականի պատճառ է նշվում կառավարության հետ պաշտպանության ծախսերի շուրջ տարաձայնությունները։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օրում մի քանի սկանդալային հայտարարություն է արել։ Նախ հայտարարել է, որ ժամեր անց ուժեղ հարված կհասցնի Իրանին, սակայն ժամեր անց հարված հասցնելու փոխարեն չեղարկել է հարվածները, հայտարարելով, որ համաձայնության են եկել Իրանի հետ։ Սակայն Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ թեև բանակցային տեքստի մեծ մասը վերջնականապես համաձայնեցված է, բայց Իրանը չի գնա զիջումների իր կարմիր գծերի հարցում։ Մենք այս հարցի շուրջ վերջնական եզրակացության չենք եկել, նշել է նա։ Հաջորդ սկանդալային հայտարարությունը։ Ոչ հեռու ապագայում մենք կվերցնենք Իրանի Խարկ կղզին եւ նավթային ենթակառուցվածքների այլ կարևոր օբյեկտներ, ստանձնելով նրանց նավթի եւ գազի շուկաների լիակատար վերահսկողությունը, ինչպես դա արեցինք Վենեսուելայի դեպքում, ասել է Միացյալ Նահանգների նախագահը։ Մյուս սկանդալային հայտարարությունը, որն ավելի շատ մեղադրանք է, վերաբերել է քրդերին։ Մենք իսկապես քրդերին զենք ենք ուղարկել եւ անկեղծ ասած նրանք մեզ շատ են հիասթափեցրել։ Կարծում եմ նրանք զենքը պահել են իրենց։ Իմ կարծիքով դա խայտարակություն է, բայց ես դա կհիշեմ քրդեր, ես դա կհիշեմ, ասել է Թրամփը։ Այս սպառնալիքներին անդրադարձել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Սխալ ռազմավարություններն ու իմպուլսիվ որոշումները կհանգեցնեն իրավիճակի վատթարացմանը, կքայքայեն էներգետիկ ենթակառուցվածքն ու շուկաները եւ կստեղծեն անվերջ ճահիճ, որի մեջ դուք կմնաք տարիներ շարունակ։ Դուք կտեսնեք այլ Իրան, ասել է նա։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարաան Թրամփի հրավերով հունիսի 14-ին կայցելի Վաշինգտոն։ Այցի նպատակն է քննարկել տարածաշրջանային անվտանգությունը, Սիրիայի տնտեսական վերականգնումը եւ ամերիկյան գործող պատժամիջոցների վերացումը։ Ալ-Շարաան 7 ամիս առաջ է եղել Սպիտակ տանը։ Եվրոպական երկրների բնակիչների միայն 11%-ն է Միացյալ Նահանգներին համարում դաշնակից։ Սա պարզել է Եվրոպական արտաքին հարաբերությունների խորհրդի հարցումը։ Նշվում է, որ սա պատմական նվազագույն ցուցանիշ է, որը նվազել է անգամ կես տարի առաջ գրանցված 16%-ից։ Հարցվածների մեծամասնությունը կասկած է հայտնել, որ հնարավոր հարձակման դեպքում Միացյալ Նահանգները կօգնի իրենց։ Հնդկաստանում ծայրահեղ շոկ եղանակ է, ինչի հետևանքով մահեր են գրանցվում։ Հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում մայիսին օդի ջերմաստիճանը 48 աստիճանից բարձր է եղել։ Վերջերս կատարված ուսումնասիրության համաձայն նման ծայրահեղ շոկի ընդամենը մեկ օրն ամբողջ երկրում հանգեցնում է մոտավորապես 3400 մահվան։ Լույսեր, դրոններ, հրավառություն, 120,000 մարդ ներկա է եղել աշխարհի ամենաբարձր եկեղեցու Սագրադա Ֆամիլիայի աշտարակի բացման արարողությանը։ Նոր աշտարակն օրհնել է Հռոմի Պապը։ Տոնակատարությունը նվիրված է եղել բազիլիկի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի մահվան 100-ամյակին։
Միացյալ Նահանգներում էլ ոստիկանական հետապնդումը մարտաֆիլմի կադրեր է հիշեցրել։ Ոստիկանները հետապնդել են 28-ամյա մի տղամարդու, որը մեծ արագությամբ ընթանալով փորձել է ազատվել ոստիկաններից, սակայն արագ վարելու հետևանքով նրա 4 ամսական երեխան դուրս է թռել մեքենայից։ Փոքրիկն ու մեքենայում եղած նրա մյուս երեխաները վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը, տաղավարում կաշխատի Աննա Սարգսյանը։